Ինչու՞մն է խնդիրը ըստիս։ Փաշինյանը գնաց իր երրորդ ժամկետին։ Եթե մենք նայենք երրորդ ժամկետի գնացած առաջնորդների հետագիծը, Լուկաշենկոն, Պուտինը, Էրդողանը, Ալիևին չեմ ասում, որտեղ դեպքում ժառանգական է։ Երրորդ ժամկետ գնալու տեսքն ու ձևը այսպիսին է, երբ առաջնորդը ստանում է առնվազն բավարար թվով ձայն, որը ապահովում է որոշ չափով լեգիտիմություն ընտրողների աչքի առաջ, նա կարող է մի ուժի կամայականորեն թույլ չտալ ներգրավել խորհրդարանում։ Ակնհայտ է, որ Բարգավաճ Հայաստանը պետք է ներգրաված լիներ խորհրդարանում։ Բաժանել է կաշառք, չի բաժանել, եթե մենք նայում ենք օրենքի եւ սահմանադրության տեսանկյունից, այնինչ արեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դա ակնհայտ քաղաքականացված որոշում էր։ Ծառուկյանին ունեզրկելը քաղաքականացված որոշում է, այսինքն եթե լինեին այլ պայմաններ, որտեղ իրավապահները միջոցներ ձեռնարկեին եւ այդտեղ քաղաքական մոտիվացիա չլիներ, կքննարկեինք իրավաչափ է, իրավաչափ չէ։ Ակնհայտ է, որ հիմա այն ինչ իրականացվում է ընդդիմության նկատմամբ, դրանք բոլորը քաղաքականապես մոտիվացված են եւ եթե սկզբում Փաշինյանը չուներ այն համարձակությունը, որ որևէ խոշոր գործարարի ունեզրկեր, ապա երրորդ ժամկետում, երրորդ մանդատը ստանալուց հետո կարելի է շատ չձևանալ, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք եւ այլն։ Կարելի է արդեն շատ ուղիղ գործիքակազմով անել այն, ինչ անում է։ Եթե նկատել եք վերջին շրջանում նա շատ ուղիղ է ասում, թե ինքը ինչ է պատրաստվում անել եւ անիմաստ է հարցադրում անել, արդյոք սա իրավաչափ է եւ բխում է ժողովրդավարության կանոններից։ Անիմաստ է, այսինքն մարդը ասել է, Գագիկ Ծառուկյան, ես քո հիմնական բիզնես ողնաշարը պետք է կոտրեմ։ Նա չի ասել, մենք պետք է օբյեկտիվ քննություն իրականացնենք, տեսնենք որն է ապօրինի, որն է օրինական։ Նա ասել է պետք է քո բիզնես ողնաշարը կոտրեմ։ Շատ պարզ է քաղաքական հրահանգը, շատ պարզ է այդ հրահանգի իրականացումը, ամեն ինչ շատ պարզ է։